Քրեական դատավարության օրենսգրքով քննչական գործողություններից մեկը նաև խուզարկությունն է, որի տարատեսակների համար նախատեսված է անցկացման հստակ կարգ եւ կանոններ։ Խուզարկությունը վարորդի համար նշանակություն ունեցող առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ, ինչպես նաև վարույթից խուսափող եւ թաքնվող մեղադրյալին արգելադրման ենթակա գույքը կամ դիակ հայտնաբերելու ուղղությամբ իրականացվող որոնողական գործողություններն են։ Բնակարանի խուզարկությունը քրեական վարույթի ընթացքում առավել ինտենսիվ իրականացվող գործողություններից մեկն է, քանի որ այդ գործողությունը ավելի խորությամբ է ներխուժում անձի մասնավոր կյանքի, բնակարանի անձեռմխելիության, սեփականության կամ այլ սահմանադրական իրավունքների ոլորտ։ Այստեղ հարկ է հասկանալ, թե քրեական դատավարությամբ ինչ նկատի ունենք բնակարան ասելով, եւ դա ոչ միայն բառի բուն իմաստով բնակարանն է, այլև այն շենքը կամ շինությունը, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է անձի կամ որոշակի անձանց բնակության, հանգստի, գույք պահելու, մասնագիտական կամ այլ պահանջմունքները բավարարելու համար, այդ թվում մասնավոր կամ վարձակալած բնակարանը, ավտոտնակը, այգետնակը, հյուրանոցի համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերը, հետևաբար նաև դրանց անմիջապես հարող մասնավոր տարածքները։ Բնակարան հասկացության ներքո ընկալվում է նաև մասնավոր կամ ծառայողական տրանսպորտային միջոցը, ինչպես նաև աշխատասենյակը։ Եվ այսպես նշված բոլոր դեպքերում բնակարանի խուզարկությունը կարող է կատարվել բացառապես դատարանի որոշմամբ։ Պրակտիկայում հանդիպում ենք դեպքեր, երբ քննիչները որոշակի քննչական գործողությունների ժամանակ, լինի դա անհետաձգելի այդ պահին հենց կողմնորոշվելու նպատակով, շատ ժամանակ չեն կողմնորոշվում եւ քրեական դատավարությամբ սահմանված բնակարան հասկացությունը շփոթում են քրեական օրենսգրքով նախատեսված բնակարան հասկացության ներքո, այնինչ քրեական օրենսգրքի դեպքում բնակարանի ներքո պետք է հասկանալ հենց անմիջապես բնակության հանգամանքը, մշտական կամ ժամանակավորապես բնակությունը, իսկ քրեական դատավարությունը մի քիչ ավելի ընդհանրացակ է դրա բնորոշումը տալիս եւ երբեմն քննիչները իրենց որոշմամբ են իրականացնում օրինակ որոշակի տարածքի խուզարկություն եւ հանդիպել է դեպք, երբ որ քննիչը իր որոշմամբ կատարել է ավտոտնակի խուզարկություն, դրան վերագրելով որպես պահեստարան հանդիսացող ավտոտնակի խուզարկություն, այնինչ դրանով աղավաղել է քրեական դատավարությամբ բնակարան հասկացությունը եւ արդյունքում նշված ավտոտնակից խուզարկությամբ արգելվել է տրանսպորտային միջոց։ Այսպես օրենքի իրական խախտմամբ կատարված քննչական գործողությունը հետագայում դատարանում, արդեն իսկ գտնվում ենք դատական փուլում, դատարանում անթույլատրելի ապացույց կճանաչվի եւ թունավոր ծառի, թունավոր պտուղների սկզբունքով մյուս քննչական գործողությունները եւ ապացույցները եւս անթույլատրելի կճանաչվեն։ Իհարկե պաշտպանության տեսանկյունից դա ձեռնտու է, քանի որ հերթական ապացույցների շարքն է դուրս բերվում մեղադրանքի հիմքից, սակայն եթե խոսում ենք արդարադատության շահից, ապա նախաքննությունը տուժում է քննիչի մեկ սխալ գործողության արդյունքում։ Երբ կարող է կատարվել բնակարանի խուզարկությունը։ Առհասարակ ցանկացած քննչական գործողություն կարող է կատարվել, երբ դրա համար բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ գործողության արդյունքում կարող են տվյալ վարույթի համար ձեռք բերվել բավարար ապացույցներ։ Քննիչը բնակարանի խուզարկությունից առաջ նախ պետք է մի շնորհություն ներկայացնի դատարան, դրանում հստակ նշելով բնակարանի հասցեն, իսկ եթե օրինակ դա տրանսպորտային միջոց է, ապա տրանսպորտային միջոցի անհատականացման տվյալները եւ դրա գտնվելու վայրը։ Միջնորդությամբ նաեւ պետք է նշի, թե կոնկրետ ինչ առարկաներ է ակնկալում փնտրել տվյալ հասցեում կամ տրանսպորտային միջոցում կամ իմ կողմից նշված բոլոր այն վայրերում, որոնք որ անհատականացվում են որպես բնակարան։ Միջնորդությանը կից պետք է ներկայացնի այն բոլոր փաստաթղթերը, որոնցով կարծում է, որ կարող է դրանցով հիմնավորել իր կողմից խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը եւ այդ բոլոր փաստաթղթերը պետք է բավարար հիմնավորեն, բավարար չափով եզրահանգման բերել, որ դրա արդյունքում իրապես կգտնվեն այն իրերը, որոնք որ քննիչը փորձում է գտնել։ Արդեն դատարանի կողմից դա բնակարանի խուզարկության որոշումը ստանալուց հետո քննիչը մեկնում է նշված հասցե եւ նրան կարող են ուղեկցել նաեւ հետաքննության մարմինները, որպեսզի աջակցեն նշված քննչական գործողության կատարման ընթացքում։ Բնակարանի խուզարկությանը կարող է մասնակցել բնակարանի օրինական տիրապետողը կամ նրա ներկայացուցիչը, դրա վերաբերյալ վարչականացնող մարմինը միջոցներ ձեռնարկում, որպեսզի նրանց տեղեկացնի, եթե վերջիններս ցանկություն են հայտնում մասնակցել բնակարանի խուզարկությանը, ապա վարչականացնող մարմինը չի կարող դրան որևէ կերպ արգելք հանդիսանալ,
Բացի այդ, երբեմն բնակարանի խուզարկությունը կատարվում է մեղադրյալի, այսինքն այն դեպքերում, երբ որ արդեն վարույթով առկա է մեղադրյալ եւ նշված դեպքում, եթե գտնում է, որ մեղադրյալի նախապես տեղյակ պահելը կարող է հանգեցնել որոշակի ապացույցների կորստի, ապա մեղադրյալին այդ մասին տեղյակ չեն պահում, բայց դա չի բացառում, որ բնակարան այցելելիս այդտեղ կարող են քննչական գործողությանը մասնակցել մեղադրյալի ազգականները կամ ընտանիքի չափահաս անդամները։ Մյուս կողմից, եթե կատարվում է ավտոմեքենայի խուզարկություն եւ այն արդեն իսկ օրինակ ապարակնքված է եւ գտնում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, ապա այդ դեպքում որևէ ապացույցի կորստի մասին կամ դրա թաքցնելու մասին խոսք լինել չի կարող եւ եթե արգա է մեղադրյալ եւ նրա մասնակցությունը հնարավոր է ապահովել, ապա վարչականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին ներկայացնել նշված մեքենայի խուզարկության ժամանակ։ Վարչականացնող քննիչը դատարանի որոշումը պարտավոր է հանձնել խուզարկության մասնակցին կամ նրա ներկայացուցչին եւ այստեղ եթե խուզարկության մասնակիցը ցանկանում է որպեսզի ներկա գտնվի նաեւ փաստաբանը, որպես կանոն վարչականացնող մարմինները պարտավոր են սպասել ողջամիտ ժամկետով սպասել, մինչ փաստաբանը ներկա գտնվի նշված քննչական գործողությանը։ Որոշման մեկ օրինակը տրամադրվում է բնակարանի օրինական տիրապետողին, դրանում նկարագրված են հանցագործության հայքիչ նկարագրությունը, կատարման ժամկետները եւ այն առարկան, որ նպատակ ունեն հայտնաբերելու նշված բնակարանից եւ նախ մասնակցին հնարավորություն են ընձեռնում կամովին հանձնել որոշմամբ նշված առարկաները եւ եթե մասնակիցը կամովին ներկայացնում է այդ առարկաները կամ հրաժարվում է դրանք ներկայացնել, ամեն դեպքում դրա վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում տեսաձայնագրությունից հետո իրականացվող արձանագրությունում, ինչպես նշեցի, խուզարկությունը կատարվում է պարտադիր տեսաձայնագրմամբ, դա մեր գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն է, քննչական գործողությունների մեծամասնությունը կատարվում են տեսաձայնագրառմամբ եւ միայն դրա տեխնիկական անհնարինության դեպքում է, երբ ներգրավում են երկու ընթերականներ, ինչպես նախկինում էր տեղի ունենում եւ հարց է առաջանում, եթե խուզարկությունը կատարվում է տեսանկարահանմամբ քննիչի կողմից, ապա արդյոք կարող է բնակարանի սեփականատերը կամ խուզարկության մասնակիցը ինքն էլ օրինակ իր բջջային հեռախոսով կատարել լուսանկարահանում կամ տեսանկարանում, ֆիքսել այն ամբողջ քննչական գործողությունը, որ այդ պահին կատարվում է։ Իհարկե, օրենսդրորեն հստակ արգելք դրա համար նախատեսված չէ, որ անձը չի կարող տեսանկարանել այդ process-ը, բայց հաշվի առնելով, որ քննչական գործողությունը կառավարում է քննիչը եւ վարույթի մասնակիցները պարտավոր են ենթարկվել քննիչի կարգադրություններին եւ նման դեպքում եթե քննիչը արգելում է որևէ անձի կատարել անհատական տեսաձայնագրում, ապա վարույթի մասնակիցը այս պահին արդեն խուզարկության մասնակիցը պարտավոր է ենթարկվել քննիչի հրահանգներին։ Այն հարց է, որ տեսանկարահանման ժամանակ, եթե մասնակիցը գտնում է, որ կատարվում են որոշակի խախտումներով կամ խուզարկության ներկայացած վարույթի հանրային մասնակիցներից ոչ բոլորն են գտնվում տեսախցիկի կամ իր տեսադաշտում, ապա կարող է տեսագրության ձայնագրության ժամանակ այդ մասին հայտնել քննիչին եւ հորդորել, որպեսզի բոլորը գտնվեն իր տեսադաշտում, ինչպես նաեւ տեսանկարող սարքի տեսադաշտում, որպեսզի հետագայում խուսափեն ավելորդ անարխորժություններից, այսինքն եթե նախկինում ընդունված էր, որ երկու ընթերականները պետք է գտնվեն այն սենյակում, որտեղ որ կատարվում է քննչական գործողությունը եւ այդ ընթացքում որևէ այլ տարածքում չպետք է գտնվի, այստեղ նաեւ վարույթի մասնակցի շահերն է, որ ճիշտ է ելնում ենք օրինականության սկզբունքից, բայց ամեն դեպքում ոստիկանության ծառայողը կադրից դուրս որևէ գործողություն չկատարի կամ այդպիսի կասկած անգամ խուզարկության ենթարկվող այդ բնակարանի մասնակցի տնօրինողի մոտ չառաջանա։ Խուզարկության ընթացքում կատարվող գործողությունները, այն առարկաները, որոնք որ առգրավել են, դրանք պարտադիր փաթեթավորվում եւ կնիկվում են, որոնք որ առանձին հավելվածի տեսքով կցվում են այդ արձանագրությանը։ Բացի այդ, բոլոր դիտողությունները եւ հայտարարությունները խուզարկության մասնակցի կողմից նույնպես պետք է կցվեն գրվեն արձանագրության մեջ։ Բնակարանի խուզարկության առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ դրա ընթացքում բացի որոշմամբ նշված առարկաներից քննիչը կարող է առգրավել նաև այնպիսի առարկաները, որոնք որ կոնկրետ այդ քննչական գործողության ընթացքում հայտնաբերում է եւ դրանք հանված են շրջանառությունից կամ ապօրինի շրջանառության ենթակա իրեր են եւ նաև այն առարկաները, որոնք որ վերջինիս ողջամիտ ենթադրությամբ առնչվում են այդ կամ մեկ այլ քրեական վարույթին, նման դեպքերում նույնպես վարույթի
իրականացնող մարմինը կարող է դրանք առգրավել։ Բնակարանի խոզարկության ավարտին կազմվում է արձանագրություն, որի պատճենը նույնպես պետք է տրամադրվի խոզարկության մասնակցին, եւ եթե բնակարանի տիրապետողը որևէ կերպ կասկածներ ունի կամ գտնում է, որ իր բնակարանում խոզարկությունը կատարվել է ակնհայտ ապօրինի կամ կատարվել է խախտումներով, ապա կարող է որոշումը ստանալու պահից 10 օրյա ժամկետում դատարանի որոշումը բողոքարկել վերադասության կարգով։ Սակայն երբեմն լինում են դեպքեր, երբ քննիչը բնակարան այցելելով միայն ծանոթացնում է որոշման օրինակը կամ չի տրամադրում որոշման պատճենը կամ տեխնիկական ինչ-որ պատճառով մոռացվածության է մատնում, որ մեկ օրինակը ստորագրությամբ տրամադրի բնակարանի խոզարկությանը մասնակցող անձին։ Նման դեպքերում ոչ թե բողոքարկման 10-օրյա ժամկետը պետք է հաշվել որոշման ծանոթացման պահից, այլ այն պահից, երբ որ մասնակիցը կստանա հենց դատարանի որոշման փաստաթղթային տեսքը, եւ եթե մտադրություն կա դատարանի որոշում բողոքարկել, ապա անձը պետք է ստանա որոշումը հենց թղթային տարբերակով եւ միայն հաշվարկել ծանոթացման հանգամանքը որպես 10-օրյա ժամկետի սկիզբ, դա սխալ է եւ դրա մասին նաեւ խոսել է վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշմամբ։ Խոզարկությունը դա անսպասելի քննչական գործողություն է, որը վարույթի մասնակիցները չեն սպասում, այլապես դա կարող է մտավախություն առաջացնել որոշակի ապացույցների կորստի, եւ երբ քաղաքացին բախվում է այն իրադրությանը, որ եկել են իր տուն, դուռը թակել են եւ ներկայացել են, որ պետք է կատարեն քննչական գործողություն, հետագա իր իրավունքների պատշաճ պաշտպանություն իրականացնելու նպատակով պետք է սկզբանե ստանալ որոշման օրինակը, ուշադիր ուսումնասիրել, թե դրանցում կոնկրետ ինչ առարկաներ են նշված, որոնք որ պետք է քննիչը որոնի։ Բացի դրանից նաեւ թեկուզ հեռախոսով լուսանկարանման եղանակով ունենալ արձանագրության օրինակը, եւ եթե կատարվում են որոշակի խախտումներ կամ ի սկզբանե դատարանի որոշումը ըստ իրենց տրված դատավարական խախտումներով, ապա դրանք նաեւ եթե այդ պահին անգամ փաստաբան չունի, հետագայում փաստաբանի օգնությամբ կարող է բողոքարկվել, սակայն քաղաքացիները իրազեկված չլինելով այդ ժամկետը բաց են թողում եւ հետագայում խնդիր է առաջանում, թե ինչու այս կամ այն քննչական գործողությունը հնարավորություն չեղավ բողոքարկել, ուստի խորհուրդ եմ տալիս չհապաղել եւ նման քննչական գործողություններին առնչվելուց հետո անմիջապես դիմել փաստաբանին, որպեսզի վերջինս իրականացնի ձեր պաշտպանությունը։